Տարին բավականին լավն է, քանի որ ձին շատ բարի է, խնդիրներ չի առաջացնում, բայց ունի իր հակառակ կողմը, խնդիրներ չի առաջացնում այնտեղ, որտեղ տեսնում է ուժ։ Ընտանիք կազմելու, բեղմնավորվելու, շատանալու այս տարի ծնունդները բավականին շատ կլինեն, որովհետև եթե մինչև հիմա ունենք ժամանակաշրջան, որ բաժանություններն էին շատ, քանի որ ավարտվում էր 2026 թվականը, ավելի շատ կլինեն ամուսնությունները եւ երեխաների ծնունդները։ Հայաստանը ինչ որ մի ժամանակ անց դառնալու է շատ հոգևոր, էներգետիկ, շատ բարձր վիբրացիաներով մենք երկիր ենք համարվում եւ ամենաապահով վայրերից մեկն է դառնալու ապրելու համար։ Մոտավորապես դա երբ տեղի կունենա եւ արդյոք դեպի սա տանող ընթացքը դուք արդեն տեսնում եք, որ սկսվել է, թե դեռ ոչ նախադրյալ է։ Եվ մյուս տարին դրա մասին շատ կոպիտ ձևով կխոսի, մինչև 2029 թվականը բավականին լավ դիրքեր կունենանք արդեն զբաղեցրած։ Եղևնու վրա եւ որպես զարդարան կամ սիմվոլիկ ձիու կերպարանք չունենալ։ Տարին շատ լավն է։ Մնում է մարդը, մենք բոլորս միախմբենք վերջապես եւ տարվա էներգիան ճիշտ օգտագործենք։